Հրապարակ թերթը գրում է քաղաքագետ Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է տուժի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ դրվի նրա պաշտոնանկության հարցը։ Ամենատարածված վարկածն այն է, որ Հակոբյանին ծեծի էին ենթարկել վերջերս արված ապաճնջված մի գրառման համար, որ ազգային անվտանգության ծառայության ամուրի տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն ու ամուսնացած Աննա Վարդապետյանը սիրային կապի մեջ են։ Քաղաքացիական պայմանագրում վաղուց են դժգոհ գլխավոր դատախազի գործունեությունից, նաեւ քննարկում են բարձրաստիճան այս պաշտոնյաների կապը եւ հնարավոր է այս պատմությունից օգտվեն ու դրվի նրա պաշտոնանկության հարցը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է արցախցիները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելուց հետո դավանափոխ հոգևորական Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս, շատ նյարդային ու լարված է։ Առաջին օրերին էլ լինելով բարձրաստիճան հոգևորական սուտ է խոսել իր հոտի առաջ, ասելով, որ կաթողիկոսը տեղյակ է եղել, որ իրենք 10 հոգևորականներով հանդիպելու են Փաշինյանին։ Իսկ երբ նրանց անունից տարածվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հայտարարությունը, որի տակ նաև Վրթանես եպիսկոպոսի ստորագրությունն էր, նա մտերիմներին խոստովանել է, որ ստել է կաթողիկոսի տեղյակ լինելու մասին, որ իրեն շատ չմեղադրեն։ Սակայն պարզում է սուտ խոսելը նրա մոտ սովորական բան է դարձել։ Նախորդին Արցախի հոգևոր թեմի Facebook-յան էջում մի հայտարարություն տեղադրվեց, իսկ շատ չանցած պարզվեց, որ թեմի առաջնորդը կրկին ստել է, հայտարարելով, որ արցախցիները սատարում են թեմի առաջնորդին, իսկ թեմական խորհուրդն առաջնորդի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի։ Իբր թեմի առաջնորդը հանդիպել է թեմական խորհրդի անդամների հետ եւ անձամբ նրանցից ճշտել։ Սակայն թեմական խորհրդի հետ որևէ հանդիպում չի եղել։ Նման հանդիպում կայանալու է այսօր։ Իսկ թեմական խորհրդի առաջնորդին դատապարտող հայտարարությունն ընդունվել է խորհրդի 8 անդամներից 6-ի համաձայնությամբ։ Մյուս երկուսի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացել է, որ քննչական կոմիտեն դատարան է դիմել Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։ Առաջիկայում դրանում են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանի կալանքի ժամկետները եւ չի բացառվում նախաքննական մարմինը կամ քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի ու գործը դատարան ուղարկի կամ ելի կալանքի ժամկետը երկարաձգի։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագրի կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել է վարչության առաջիկա նիստերում հրավիրել քաղաքացիական պայմանագրի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավակնորդներին եւ հարցաքննել։ Նախորդին կայացած վարչության նիստը գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրված տեխնացուներին։ Վարչության 20 անդամները ցուցակի հավակնորդներին հարցաքննել են։ Այժմ 383 հոգանոց քաղաքացիական պայմանագրի ցուցակը պետք է մոտ 200-ը դառնա կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու համար։ Իսկ թե ովքեր պետք է առաջնորդեն եւ լինեն առաջին տասնյակում կամ 20-յակում, կպարզվի մարտին կայանալիք պրայմերիզի ժամանակ։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորները պետք է ձայներ հավաքեն քաղաքացիներից տուն առ տուն մտնելով։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացել է, որ հանկարծամահ եղած բժիշկ Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Արտավազ Սահակյանը մահվանից օրեր առաջ իրավապահների մոտ հարցաքննվել է ներքին գործերի նախկին փոխնախարար գեներալ-մայոր Արթուր Մարգարյանի մահվան աղմկահարույց գործով։ Գրում է թերթը։